Որովհետև մենք տեսնում ենք վերջին ընտրությունները մեծ խոշոր ընտրությունները դա Երևանի ավականու ընտրություններն էր, որտեղ ապաթիայի պատճառով 28% էր մասնակցությունը եւ շատ հիասթափեցնող էր։ Եվ այսօր մենք տեսնում ենք ժողովուրդը արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, եւ սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է։ Պարոն Արարողյան, դուք ինչ որ ընտրախախտումների վերաբերյալ հազանգեր ստացել եք եւ նաեւ ասացիք բարձր մասնակցությունը, սա ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հավանավորություն կունենա ձայներ ստանալ, թե այդ բարձր մասնակցությունը այնուամենայնիվ իշխանությանն էլ է ձեռնտու։ Բարձր մասնակցությունը այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդիկ են մտածում պետության մասին եւ մտածում են ինչպիսին պետք է լինի վաղը Հայաստանը։ Սա այսպես թե այնպես կարեւոր է։ Ես կարծում եմ հաշվի առնելով փորձը երկար տարիների, որ դա ընդդիմության հենց ձայներն են, որովհետև իշխանությունը իր լծակները աշխատացնելով, վարչական ռեսուրսը աշխատացնելով, այնպես անում, որ իր ձայները այսպես թե այնպես հասնում են տեղ։ Եվ դա մենք նույնպես տեսել ենք ավականու ընտրությունների ժամանակ։ Այսինքն այս տոկոսը դա ընդդիմության տոկոսն է, որ գալիս է ավել, բայց նորից եմ ասում, իսկապես ինձ համար դա կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են եւ զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան։ Ձեր քաղաքական ուժից ձերբակալվածներ կան թե ոչ։ Մեր քաղաքական ուժից ձերբակալվածներ չկան, մենք ընդհանուր հետևում ենք բոլոր process-ներին, նաեւ հարցերեցիք խախտումների մասին, օրը երբ որ կավարտվի մենք կամփոփենք, նաեւ մենք մեր հայտարարությունը կանենք, բայց ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին, խնդրում եմ անպայման բոլորդ գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը, զերծ մնացեք տարբեր տիպի խարդախություններից, տարբեր տիպի ապօրինի գործողություններից, օրենքով նախատեսված կատարեք ձեր ընտրությունը։ Հետընտրական ինչպեսի զարգացում են սպասում, օրինակ ընդդիմությունը խոսում է Պլամդոյի մասին, ունեք ինչ-որ ծրագիր հետընտրական, եթե ընտրությունները անցնում են նորմալ հարթ, հետընտրական բոլոր գործողությունները որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը ոնց որոշում է, այդպես շարժվում է պետությունը, այդպես շարժվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ բոլոր քաղաքական ուժերը։ Այսօր նորմալ իշխանությունը վերընտրվել է։ Ընդունելու եք արդյունքները։ Ժորժ, եթե խախտումներ չկան, եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք պետք է բնականաբար ժողովրդի ընտրությունը հարգենք այսպես թե այնպես։ Հաղթի իշխանությունները, հաղթի ընդդիմությունը, ինչ լինում է ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի որոշումով, մեզ համար դա բնականաբար օրենք է։ Դուք Երևանում բավականին բարձր ցուցանիշ ապահովեցիք, այսինքն լավ արդյունք գրանցեցիք եւ բավականին կազմ ունեցաք։ Ինչ եք կարծում, այդ ամեն ինչը կպրոյեկտվի այս համապետական ընտրություններում եւ դուք կունենաք մոտավորապես նույն ցուցանիշը, նույն պատկերը ինչ-որ այնտեղ։ Ես գուշակությունների գիրկը չեմ կարող ընկնել, չեմ ուզում ընտրել, բայց կարևորում եմ մեր ուժի մասնակցությունը եւ կարևորում եմ մեր ուժի ներկայությունը պարլամենտում հենց նրա համար, որ մեր ուժը բերում է իր հետ մարդու իրավունքների պաշտպանությունը, դեմոկրատիայի պաշտպանությունը, եվրոպականացումը եւ այլն, այսինքն մեր ուժի արկայությունը պետք է ապահովի այդ բոլոր process-ները անկախ նրանից ես որ ասեմ վստահ եմ, հիմա կասեք բանի, բայց ես վստահություն ունեմ, ես ներքին համոզմունք ունեմ, որ այդպես է լինելու, Հաջան, անպայման իհարկե։ Պարոն Մարության, տեսեք, դուք հայտարարել եք, որ բացառում եք համագործակցությունը ՔՊ-ի հետ, բացառում եք համագործակցությունը նախկինների հետ։ Պատկերացրեք այսպիսի մի սցենար, որ խորհրդարանում օրինակ ձեր ուժի մանդատներից է կախված, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, ընդդիմության միասնական թեկնածուն, թե Նիկոլ Փաշինյանը, ձեր որոշումը։ Բազմիցս խոսել ենք սրա մասին, բազմիցս հայտարարել ենք, այո, մեզ համար կարմիր գծեր են համագործակցությունը ՔՊ-ի հետ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ եւ Հայաստան դաշինքի հետ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի թեկնածու եւ որպես վարչապետ։ Մնացած ուժերի հետ, բոլոր ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն եւ միայն այն պայմանով, որ պահպանում են մեր բոլոր ծրագրերը եւ պահպանում են մեր բոլոր պրինցիպները։ Սա շատ կարեւոր է։ Ոչ մեկի հետ չեմ բացում, սա պարլամենտարիզմի հենց շնչի մեջ է, սա պարլամենտարիզմն է, այսինքն համագործակցություններ, կոալիցիաներ եւ այլն, բայց պարլամենտարիզմ նաև նշանակում է ծրագրերի իրականացում։ Եթե դու պետք է կոալիցիա կազմես մի ուժի հետ, բայց դրա պատճառով քո սկզբունքներից դուրս գաս եւ պետք է դուրս գաս քո ծրագրերից, ապա իմաստ չկա կազմել այդ կոալիցիան, կազմել այդ համագործակցությունը։ Ուստի առաջնահերթային մեզ համար մեր սկզբունքներն են։ Եթե այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մեր հետ համագործակցեն, ընդունում են մեր այդ կարևորագույն կետերը, մենք պատրաստ ենք իրենց հետ համագործակցել։ Եթե չեն ընդունում, բնականաբար այդ համագործակցությունը չի լինելու։ Եք Երևանի սցենարով առաջնորդվել, բայց օրինակ ընդդիմությունը
հիմա բոլորը ասում են մենք կհամախմբվենք նրա շուրջ, ով որ ամենաշատ ձայներ ստանա։ Դուք այդ ճանապարհով կգնաք, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի ուժը այդ ուժը լինի։ Ես արդեն ասացի, որ մեզ համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի տեխնացու, որպես վարչապետ, այսինքն պատասխանը այդտեղ արդեն կար։ Նորից եմ կրկնում, մեզ համար նախ տարբերվում է ավականու ընտրությունը եւ ավականու կազմը եւ այնտեղ նաեւ օրենքով այնտեղ կոալիցիաներ չկան եւ այլն եւ այստեղ օրենքով լրիվ տարբերվում է ազգային ժողովի կազմավորումը ընդհանուր առմամբ եւ նորից եմ ասում պարլամենտարիզմը իր մեջ ունի հենց այդ համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է սա եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ քո ծրագրերը պետք է իրականան, չէ՞ որ մեզ ձայները մարդիկ տալիս են մեր ծրագրերի համար, ոչ թե սիրուն աչքերի համար։ Նորմալության բանավեճի ձեր հեռանալը իշխանությունը որակեց փախուստ։ Դե իշխանությունը որակում է փախուստ արցախցիներին, որոնց Ադրբեջանը բռնի կերպով տարհանել է իրենց տարածքներից։ Իրենք ամեն ինչը իրենց պիտակներով են բերում, իրենց պատկերացումներով, այնինչ նախ ես հրավիրել եմ պարոն Փաշինյանին բանավեճի տետատետ, իրենք չեն եկել, ժողովուրդը որոշեն ով է ումից փախել, բայց դա էլ մի կողմ, հենց այս խոսույթը, հենց այս պիտակավորումները այն է, ինչի դեմ մենք պայքարելու ենք պարլամենտում։ Այսինքն քաղաքական խոսք ենք բերելու, նորմալ օրենքների ընդունում ենք բերելու, բանավեճ ենք բերելու, հասկանում եք, ոչ թե պիտակավորումներ, գորգրոցներ եւ ինչ որ անհասկանալի փողոցային խոսույթ։ Հետո բանավեճը դիտեցիք, ձեր գնալը արդարացած էր այսպես։ Անկեղծ եմ ասում, չեմ դիտել, որովհետև դա, ինչպես եւ ասեցի, նախ վերածում ամենայն հարգանքով բոլոր ներկաներին այնտեղ, բայց այդ բանավեճերը ոչ միայն վերջին, այլ առաջինը, երկրորդը եւ երրորդը վերածվում են ԿՊ քարոզարշավի բալագանի էլեմենտներով։ Անկամ լսելը տհաճ եւ դժվար եւ գլխացավ է առաջացնում եւ գլխացավի դեղը կարծում եմ դեպքում տեսեք այն ուժերին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է այն ուժերը, որոնք ըստ էության խաղաղության իրական կողմնակի չեն, այսինքն ինքն է միակ խաղաղություն բերողը, պատերազմ են ուզում, մի քանիսին պատերազմ գերագլուխ ուժերը ասում, մյուսներին եւս ըստ էության ասոցացված եւ ասում է ում երեխեքի հաշվին եք ուզում, որպեսզի այդ խաղաղությունը չեղարկվի, նաև հաշվի առնելով, որ ձեր երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Աստված մի արած է, պատերազմի դեպքում ով է պաշտպանելու Հայաստանը։ Պատերազմի դեպքում նախ սկսենք նրանից, որ դա 100% մանիպուլյացիա եւ սուտ է, ես գրեթե չեմ ճանաչում քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի, չկա։ Ես չգիտեմ քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի։ Սա 100% մանիպուլյացիա է։ Սա վախի վաճառք է կոչվում, այսինքն ասում են, եթե մենք չենք ընտրվում, ապա լինելու է պատերազմ։ Այնինչ միևնույն ժամանակ իրենք ասում են, մենք տեսեք, ուժեղացնում ենք մեր բանակը, ուժեղացնում ենք մեր պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանական դիրքերը, տարօրինակ խոսույթ է, որովհետև եթե դու ասում ես, որ դու պատրաստ ես, դու կպաշտպանվես եւ ինչի պետք է լինի պատերազմ եւ անգամ իրենք ոչ թե միայն մի քաղաքական ուժի հետ են պատերազմ եւ ոչ պատերազմը կապ, արդեն մեկ մարդու հետ։ Հիմա իրանց որ հարցնես, կասեն, չէ, այ որ Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, օրինակ Արարատ Միրզոյանը եղավ վարչապետ, էլի պատերազմա լինել, այսինքն սա անընդունելի է։ Կապված պատերազմին մասնակցելու եւ ընդհանրապես բանակում ծառայելու, խնդրում եմ հանեք ցուցակը քաղաքացիական պայմանագրի, այնտեղ իրենք տեխնացուներ ունեն падգամորական, տեսեք ով է ծառայել, ով չի ծառայել։ Փառք Աստծո, ես ծառայել եմ մեր զինված ուժերում, եղել ենք նաև դրա մասին չենք սիրում խոսել, չենք ասում, բայց քանի հարցը տալիս եք ասեմ, որ չստացվի, որ նաև հարգելով են 105 հոգուն, ովքեր մեզ հետ են, իմ հետ են եղել։ Ես ջոկատ եմ կազմել, մենք եղել ենք դիրքերում, իրական դիրքերում, ոչ թե ԿՊ-ի որոշ падգամավոր կամ գրեթե բոլոր падգամավորները գնացել են Հայաստանի տարածքներում, նկարահանվել են եւ ասել են մենք տեսեք, կռվում ենք, Փառք Աստծուն, մենք կատարել ենք մեր այդ սուրբ պարտականությունը եւ պատրաստ ենք միշտ կատարելու այդ սուրբ պարտականությունը։ Աստված մի արած լինի պատերազմ, բայց եթե լինի, մենք բոլորս պետք է մասնակցենք։ Ասացիք ձերբակալվածներ չունեք, իսկ ինչպես եք վերաբերում այս տոտալ ձերբակալություններին, հատկապես վերջին 2 օրը, որ հաստորեն քարոզարշավի սահմանափակում կա։ Նախ ուշադիր հետևում ենք, ուզում եմ ասեմ Արտուր Օսիպյանի մասին, որ քաղ բանտարկել Արտուր Օսիպյանը ուղղակի իր ուղիղ խոսքի համար, հասարակ նորմալ բանավեճի համար այսօր բանտում է եւ նաեւ ուզում եմ իրեն առողջություն մաղթել, քանի որ հացադուլ է հայտարել, սա աննախադեպ իրողություն է, անգամ հիր իշխանությունների ժամանակ, այսպես, չգիտեմ, անհիմն, չհիմնավորված կալանք, ես չեմ հիշում կամ եթե եղել են, ապա կներեք, ապա մենք ինչ ենք
բա մեր էվոլյուցիան, չեմ ասում ռևոլյուցիա, որտեղ ռևոլյուցիա չի եղել, բա մեր էվոլյուցիան ինչու՞մ պետք է կայանա, որ մենք քիչ այդ բոլոր այդ հին բարքերից ազատվենք եւ նոր պետություն ստեղծենք։ Իրենք գնում քվեարկում են պարլամենտում, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, բայց իրենց գործելավարությունը շատ հեռու է Եվրոմիությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, չգիտեմ, բոլոր արդարադատությունից, մենք շատ հեռու ենք եւ այսօր նաեւ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ նաեւ իշխանությունը շատ տեղամասեր է տեղափոխել, առանց զգուշացնելու, չեն զգուշացնում, չեն իրազեկում եւ իրենց բնականաբար ձեռք է տալիս, որ մասնակցությունը քիչ լինի, որովհետեւ իրենք ունեն հստակ ձայներ, որոնք իրենք այսպես թե այնպես ստիպելու են տարբեր վարչական ռեսուրս օգտագործելով, ստիպելով որ մարդիկ գնան ընտրության։ Նաև դիմելով մեր քաղաքացիների Ժորժ ջան, եթե անգամ ձեր ղեկավարը, դուք պետական հիմնարկում եք աշխատում, ձեր ամուսինը, ձեր կինը պետական հիմնարկում է աշխատում, իրանց ստիպում են, ասում են գնացեք քվեարկեք, ասեք իհարկե ես ձեր ցավը տանեմ, կգնանք քվեարկենք, բայց գնացեք եւ քվեարկեք ձեր ուզած տեխնացուի համար, ձեր ուզած քաղաքական ուժի համար։ Ձեզ այդտեղ ոչ ոք չի տեսնում։ Դուք պետք է որոշեք, թե մեր պետությունը ինչպիսին պետք է լինի վաղը եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է ենթարկվեն ձեր որոշմանը։ Պարոն Մանուկյան, նույն բանավեճի ընթացքում վերջին հարցը էլի Երևանի Եկեք սա վերջի դարձավ իշխանություն։ Ոչ, դրա պատճառով չի, դա այն քաղաքական ուժի պատճառով, որը խաբել է իր ընտրողներին, խոսքը ես չեմ հիշում իրենց կուսակցությունը ինչպես էր կոչվում, Ալձերի խոսա, հանրային ձայն կուսակցությունը, այդ մարդը ովքեր, այդ բլոգերը, որը հանցագործ է նաև տարբեր հանցագործությունների համար հետապնդման, հետախուզման մեջ է, իրենք խոսք տվեցին, որ իշխանության դեմ են պայքարելու, բայց իրենց ձայները ապահովեցին, որպեսի քվորում լինի եւ ընտրվի իշխանական տեխնացուն, այսինքն Տիգրան Ավինյանը։ Այստեղ շատ կարևոր է, իրենք նաև խափեցին, ասեցին իրենց ընտրողներին, որ գիտեք, այ մենք գնացել ենք, ընտրել ենք, իրենք 7 ձեն ունեն, շատերը չգիտեն, դա շատ բարդ հաշվարկ է, բայց ժողովրդին ասում եմ եւս մեկ անգամ, ես սրանով ավարտենք, իրենք 7 մանդատ պետք է ունենային, որ այդ 7 մանդատը կարողանային օգտագործել իշխանապողություն անել քաղաքապետարանում։ Իրենք այդ 7 մանդատը, իրենք այդ 7 մանդատը չունեին, որովհետեւ 7 մանդատից մեկը կրում էր մարդ, որը բանտում էր, մեկն էլ Հայաստանում չէր։ Եվ իրենք չեն հանձնել իրենց մանդատները, որպեսզի մարդիկ վերցնեն մանդատը եւ ապահովեն ընդդիմության հաղթանակը։ Այսինքն իրենք բացի դրանից իրենք կարող էին քվորում չապահովել, որպեսզի իշխանությունը չվերարտադրվեր, այսինքն ԿՊ չվերարտադրվեր, իրենք գնացին հատուկ վերարտադրեցին այդ իշխանությունը եւ մենք լսել ենք, չունեմ փաստեր, բայց լսել ենք շատ տարբեր աղբյուրներից, որ դա արել են գումարի դիմաց։ Այսքանը շնորհակալություն կներեք 2018-ին էս հարցն եմ նոր գնացեք։ Ասում եք հարթակից ասում եք դիմելով հանրապետականներին, ասեցիք ես ոնց եմ ձեզանից զզվում։ Հիմա դա պրոյեկտ կարելի է ասել, որ պրոյեկտում եք ԿՊ-ի։ Ես պրոյեկտում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ժողովրդի դեմ են գնում, ովքեր դեմոկրատիայի դեմ են գնում, մարդու իրավունքների պաշտպանության դեմ են գնում, այսինքն այն բոլոր սկզբունքներին, ինչի համար մենք պայքարում ենք։ Նույն բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Քյոսիկյանի մասով ասաց, որ նախկին գրառումներն են նաև հիմք դարձել, որտեղ որ կոշտ արտահայտություններ, վիրավորական արտահայտություններ կան, այսինքն ոչ միայն այդ օրվա բանավեճի ընթացքում հնչեցված է։ Հայտարարված է եղել այդ օրվա բանավեճի ընթացքում այդ օրվա գրառման մասին, կամ եթե դա եղել է մինչև այդ, իսկ այդ ինչու այդ մարդուն չէին գնում եւ չէին ձերբակալում։ Իսկն հստակ է այստեղ, պարզ է։ Գիտեք, չկա պետություն, անգամ այնտենց տոտալիտար ոչ մի պետություն, որտեղ իշխանությունը ասում են այո, մեզ մոտ կան քաղբանտարկյալներ։ Ես այդպիսի բան մարդկության պետությունների պատմության մեջ չեմ տեսել, պատկերացնում եք, որ պետությունը ասի այո, մեզ մոտ կան քաղբանտարկելներ։ Բոլորը ասում են, այս մի գործողության համար է, այս մի իրարացի համար է, այնտեղ մեկին ծեծել է, մեկին էս արել է, բայց դա բնականաբար սուտ է։ Բնականաբար այդ բոլոր մարդիկ, ովքեր քաղբանտարկել են իրականում, այո, քաղբանտարկել են, բայց իրենց համար օգտագործում են այլ հոդվածներ։ Այսինքն հոդված չկա մեր բանով սահմանադրությամբ